59-ամյա Ռուզաննա Պետրոսյանին ցիտոբժշկական կենտրոնում պատրաստում են ոչ սովորական վիրահատության։ Մոտ 20 տարի պացիենտը ունի վարիկոզ, անոթների լայնացում, սակայն սա միակ խնդիրը չէ։ Խոսքը գնում է ոչ թե բուն հենց վարիկոզ հիվանդության մասին, այլ հետ տրոմբոտիկ հիվանդության մասին, այսինքն պացիենտը նախկինում ունեցել է խորանիստ երակների տրոմբոզ, որի արդյունքում ենթամաշկային երակները լայնացել են, դեֆորմացվել են երկրորդային եղանակով, ժամանակին փոխարինել են այն փակ անոթներին, իսկ հետագայում երբ որ խորանիստ երակները լիարժեք ռեկանալիզացիայի են ենթարկվել, այսինքն բացվել են, սկսել են գործել այս կամ այն չափով, նախկինում օգուտ բերող երակները արդեն դարձել են վնաս բերող եւ անհրաժեշտություն է առաջանում այս վնաս բերող համակարգը վերացնելու։ Ռուզաննա Պետրոսյանի մոտ բարդացած վիճակ է, տարածուն սնուցման խանգարումներով սևացած մաշկի բավական մեծ հատված ոտքի վրա։ Կնոջ վիճակն էլ ավելի է ծանրացրել ոտքի կոտրվածքը։ Ցավերն ու այտուցներն այլևս անտանելի են։ Տարբեր բուժհաստատություններում հրաժարվել են վիրահատել։ Բազմիցս դիմել եմ տարբեր բժշկական կենտրոններ, տարբեր բժիշկների, սակայն վերջնական արդյունքում գտել եմ, որ պետք է մոտենամ Տիգրան Քամալյանին, որը նոր մեթոդներով հնարավոր է խորանիստի ինչ-որ վիրահատություն բա խորհրդատվության արդյունքում, դուբլեքսի արդյունքում ստացա դրական պատասխան, որոշեցի վիրահատվեմ։ Վիրահատությունն անհրաժեշտ է ապագա խոցերից ու ավելի լուրջ բարդություններից խուսափելու համար, նշում է բժիշկ Քամալյանը։ Եթե այս փուլը անտեսենք եւ ոչինչ չանենք, ապագայում ենթադրվում է, որ այս սևացած հատվածներում մեծ մակերեսով խոցեր կառաջանան։ Ցիտոբժշկական կենտրոնում Ռուզաննա Պետրոսյանը վիրահատվում է նորագույն մեթոդով։ Կիրառվում է լազերային կոագուլյացիա։ Վիրահատությունը տևում է մոտ 1 ժամ։ Նույնիսկ այսպիսի բարդացած դեպքերում մի քանի ժամ անց բուժառուն վերադառնում է տուն։ Տեսականորեն կարելի է նաև անմիջապես դուրս գրել, բայց մենք շահագրգռված ենք, որ մի փոքր ավել հսկենք։ Փաստացի հենց առաջի օրվանից կարող են սոցիալական ակտիվ կյանք վերադառնալ, գերծանրաբեռնված վիճակներ, սպորտ, հատկապես ծանր սպորտաձևեր, 1-2 շաբաթ անց կարող են արդեն օգտվել։ Ցիտոբժշկական կենտրոնում նույն վիրաբույժի մոտ օրեր առաջ վիրահատվել է Վարսենիկ Ավետիսյանը։ Ասում է վիրաբույժին երկար է փնտրել ու ուսումնասիրել, հետաքրքրվել է նաև արդեն վիրահատված պացիենտներից։ Ցիտոբժշկական կենտրոնից գոհ եմ շատ, արդյունքից իհարկե գոհ եմ, ընտրել եմ ըստ բժշկի, որովհետև շատ էի ուզում տվյալ բժշկի մոտ վիրահատվել, որովհետև շատ անգամ հետևել եմ, նայել եմ Instagram-յան էջին, Facebook-յան էջին, հետևել եմ իր աշխատանքներին եւ նախընտրում հենց իրա մոտ վիրահատվել։ Անոթների լայնացման խնդիրը Վարսենիկ Ավետիսյանին անհանգստացնում էր մոտ 10 տարի, վիրահատությունից հետո ցավերն ամբողջությամբ վերացել են։ Ցավում էր, ուռում էր ոտքս, ներքևի հատվածը, բոլոր լայնացած երակները արդեն չկան, դեռ իհարկե հետվիրահատական պրոցես է ինձ մոտ, ցավեր չունեմ բացարձակ ու սպասում եմ լիարժեք արդյունքին։ Անհանգստացնող ցավեր ոտքերում, այտուցներ, ծանրության զգացողություն, ավելի ուշ տեսանելի երակներ, աստղիկներ։ Դրանք ոչ թե կոսմետիկ խնդիրներ են, այլ վարիկոզի ազդանշան, որն անուշադրության մատնելու դեպքում առաջանում են լուրջ բարդություններ։ Ավելի ուշ փուլերում ի հայտ են գալիս լավ արտահայտված վարիկոզ լայնացած երակներ, ողբույզանման հանգույցներով։ Էլ ավելի ուշ փուլերում, երբ որ արդեն սնուցումը եւս սկսում է խանգարվել մաշկի եւ փափուկ հյուսվածքների, հայտ է գալի մաշկի գույնի մկացում, սկսած բաց շագանակագույնից մինչեւ նույնիսկ սև, շատ մուգ սև երանգների, այս փուլն էլ անտեսելու դեպքում ի հայտ են գալիս տրոֆիկական խոցեր։ Սա արդեն շատ լուրջ քրոնիկական երակային անբավարարության բերող, իսկ այս քրոնիկական երակային անբավարարությունն էլ հաշմանդամության բերող պաթոլոգիա է։ Այս ամենը չտեսնել իհարկե անհնար է, բայց փաստացի մարդիկ կան, որ հասնում են այս փուլերին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով հիվանդությունների ցանկում անոթային խնդիրներն առաջին տեղում են։ Ամենատարածվածը երակների վարիկոզ լայնացումն է։ Դրանց ծագման պատճառներն ու նպաստող գործոնները հիմնականում մարդկանց կենսակերպն է։ Նստակյաց Արորյան։ Ներկայիս այս արագ տեմպերով զարգացող գիտական ներուժը, գիտատեխնիկական առաջընթացը եւս նպաստում է, որպեսզի այս հիվանդությունները շատանան։ Մարդիկ դառնում են ավելի քիչ շարժուն, ավելի պասիվ, ավելի քիչ մարզված, շատանում են կողմնակի ազդեցությունները օրգանիզմի վրա, թե արտաքինից եւ թե ներքինից մեր սննդի ջրի հետ կապված։
Լազերային կոագուլյացիայի մեթոդը աշխարհում սկսեց կիրառվել 2000-ականներին, ավելի ուշ ի հայտ եկան վիրահատության մի քանի այլ ժամանակակից տարբերակներ՝ ռադիոհաճախային աբլյացիան, բիոսոսնձի կիրառումը եւ այլն։ Դրանց նպատակն է պացիենտին վիրահատել հնարավորինս քիչ վնասելով, որպեսզի վերականգնումն ավելի արագ լինի, իսկ կոսմետիկ արդյունքը լավը։ Փոխվել է ցավազրկումը, դա հնարավոր է անել տեղային ցավազրկմամբ, անհամեմատ լավացել է կոսմետիկական արդյունքը, որովհետև պրակտիկորեն կտրվածքներ չեն արվում, կարեր չկան։ Ցիտոբժշկական կենտրոնում կիրառվում են վարիկոզի բուժման բոլոր նորագույն մեթոդները, վիրահատությունները կատարվում են միջազգային ուղեցույցերով։ Այստեղ ոչ միայն կիրառվում են ժամանակակից մեթոդները, այլև ստեղծված է այնպիսի միջավայր, որ պացիենտը դրական տրամադրվի։ Դա պացիենտակենտրոն մոտեցումն է, այսպես ասենք, բավականին տարածված բառ ասեցի, որը ամեն մի հնարավոր հարմարությունն ու պայմանը ստեղծում է, որպեսզի հիվանդը չունենա դիսկոմֆորտ ու վախ բժշկից, որովհետև գաղտնիք չեմ ասի, հատկապես վիրաբուժական պրոֆիլի մասնագիտությունների համար պացիենտները հաճախ չեն մոտենում բժիշկներին, որովհետև վախենում են ցավից, բժշկից, սկսած նույնիսկ բժշկի վերաբերմունքից։ Եվ դա է պատճառը, որ այս պացիենտակենտրոն մոտեցումը կա, ինչը նպաստում է նրան, որ հիվանդը դեռևս նախավիրահատական փուլում շատ դրական տրամադրվի, շատ վստահության ու ապահովության զգացումով գնա վիրահատության։ Իսկ պացիենտի վստահությունը դա մեր արած գործի կեսից ավելին է։ Վարիկոզն այլևս դատավճիռ չէ։ Փորձառու մասնագետներով ու նորագույն սարքավորումներով հագեցած ցիտոբժշկական կենտրոնը ապահովում է ամբողջ շղթան՝ հիվանդության ախտորոշումից մինչև բուժման ավարտ, արդյունավետ, արագ ու ժամանակակից մեթոդով։ Բժշկական կենտրոնի հասցեն է Ներսիսյան 14 կոտորակ 1 Հյուլիանի անվան արյունաբանության եւ ռոսկաբանության կենտրոնի դիմաց։